2019 թվականի 51,000 հոգու փոխարեն 24 թվականին Շենգենի վիզա ստացել է 86,300 հոգի կամ անգամ գուցե նույն մարդը 2-3 անգամ է ստացել, հա, մուլտիվիզաները չեն։ Զգալիորեն աճել են ուրեմն մուլտիվիզաները, բազմակի, ուրեմն մուտքի արտոնագրերի տեսակարար կշիռ այժմ 43.5%, այսինքն այժմ տրամադրվող 100 վիզայից 43-ը, 44-ը արդեն մուլտի է տրամադրվում։ Եվ հետո Եվրամիության անդամ երկրները, որոնք տրամադրում են այդ վիզաները, տեսնելով թե մարդիկ որքան են բարեխիղճ եղել, չեն խախտել արդյոք Եվրամիության տարածքում գտնվելու պայմանները եւ ժամկետները, բարբերաբար են գնացել եկել, չեն փախել, այսպես ասած, չեն հանձնվել, այսպես ասած, տարբեր պատճառաբանություններով, ավելի հեշտությամբ են մուլտիվիզա տրամադրում, դրանով տնտեսում են եւ իրեն ժամանակը եւ ուրեմն քաղաքացու ժամանակը։ Տարվա մեջ 5 անգամ գնալու համար 5 հատ վիզայի համար չեն դիմում, էլի ինչ էին այս 74 կետերը, օրենսդրական եւ քաղաքականության շրջանակի ձևավորում, ուրեմն փաստաթղթերի անվտանգություն, սահմանների միգրացիայի ապաստարանի ներողություն, ապաստանի կառավարում, հասարակական կարգ եւ անվտանգություն, արտաքին հարաբերություններ, հիմնարար իրավունքներ եւ այլն, այդ ուղղություններով անելիք աշխատանքները տեղավորվում են այդ 74 նիշերի մեջ։ Բան է, ստուգարքի նման բան է, հա, կոնկրետ այս խնդիրը լուծել ես, հա, այո, ստուգեցինք, պլյուս տրեցինք, այս խնդիրը լուծել ես, ստուգեցինք, պլյուս տրեցինք, տեսնենք, թե երբ սրա բարեհաջող ավարտին կհասնենք, էլի, հա, ժողովուրդ, որպեսզի մարդիկ կարողանան հեշտությամբ գնալ գալ։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։